Ոտքի դատարանն է գալիս։ Դատականիստը շարունակում է դատականիստի քարտուղարի խնդրում զեկուցել դատականիստի մասնակիցների դատարան ներկայացման մասին։ Պատվարժան դատարան դատականիստին ներկա են հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանը, Վահան Հարությունյանը, պաշտպաններ Սերգեյ Հարությունյանը, Հովհաննես Խուլյանը, Էդուարդ Հովհաննիսյանը, Յուրա Իվանյանը, Սլավիկ Պողոսյանը, Թադեոս Սարգսյանը, Վարազդատ Հարությունյանը, Աննա Մանթաշյանը, Տաթևիկ Սողանը, Վահագն Բաբայանը, Վահագն Հակոբյանը, Տիրայր Կարապետյանը, Վրեժ Խաչիկյանը, Հովհաննես Համբարձումյանը, Էմիլ Խաչատրյանը, դատականիստերի դահլիճում են գտնվում բոլոր մեղադրյալները։ Դատականիստին չեն ներկայացել հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը, պաշտպաններ Արամ Մորբելյանը, Ալեքսանդր Կոչուբաևը, Մեհեր Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը, Վահան Գևորգյանը, Արտակ Նավասարդյանը, Լիպարի Սիմոնյանը, Մկրտիչ Դավթյանը, Նարի Հոնարչյան Մասիհին, Հովսեփ Սարգսյանը, Գևորգ Կենջյանը, Ռուբեն Մելիքյանը, Միրան Պողոսյանը, Պետրոս Պետրոսյանը, Սվետլանա Մկրչյանը, Անահիտ Արաքելյանը, Սերգեյ Մարակյանը, Ալեքսանդր Թումասյանը, Արթուր Արուստամյանը, Արամ Բաղդեվանյանը, Զմբատ Մինասյանը։ Վարդի մասնակիցներ, ուրեմն այսօրվա դատականիստով մենք երկու հարց ենք քննարկելու։ Ուրեմն ապացների ծավալի հետ կապված հարցն ենք քննարկելու, բացի այդ նաև մեղադրյալներից Արման Իսրայելյանի խափան միջոցի հարցն ենք քննարկելու, այսինքն խափան միջոցը փոխելու, երկարաձգելու կամ անփոփոխ թողնելու հարցն ենք քննարկելու։ Այս կապակցությամբ վարորդի մասնակիցները թող իրենց կարծիքը հայտնեն, ինչ կարգով մենք դատականիստը շարունակենք անդրադառնանք խափան միջոցին Արման Իսրայելյանի, վերջում անդրադառնանք, այսինքն ապացների ծավալի հարցը քննարկենք, վերջում որ անդրադառնանք այս հարցին։ Մեղադրանքի կողմը եւ նաեւ պաշտպանական կողմը, խնդրեմ, իրենց դիրքորոշումները թող հայտնեն։ Պատվարժան դատարան, ես չեմ կարողանում հասկանալ ոչ բոլոր կարծիքը, ոչ բոլոր մեղադրյալներն են ապահովված այս պահին պաշտպաններով եւ դեռ ոնց տեսնում եմ պաշտպանները դեռ ներկայանում են, ուստի քանի որ նաեւ ապացույցների ներկայացումը շարունակելու պարագայում կարող է աշխատանքային օրվա ավարտին մոտենանք, առաջարկում եմ նախ քննարկենք խափանման միջոցի պահպանման երկարաձգման հարցը, հետո շարունակենք ըստ պայմանավորված նաև պաշտպանների ներկայության ապահովված լինելու հանգամանքով։ Մյուս մեղադրողը համակարծիք է։ Համակարծիք։ Պաշտպանական կողմ այս հարցի կապակցությամբ։ Պատվարժան դատարան, մենք ցանկանում ենք տեղեկացնել եւ խնդրում ենք նաև այսօր Վահագն Չախալյանի խափան միջոցի հարցը կալանքի նույնպես ներկայացնել, այդ է պատճառը, որ նաև ժամանակի առումով եթե պատվարժան դատարանը նպատակարար գտնի, նաև այդ ժամանակահատվածը հաշվի առնի։ Վահագն Չախալյանի խափան միջոցի փոփոխելու հարցը։ Հրատապության առումով ես նշեցի, որ երկու հարցը քննարկում, նաև կներկայացնեք դա, եթե դա անհրաժեշտությունը կլինի։ Եղավ, շնորհակալ եմ։ Ուրեմն այս պահին ոչ բոլոր պաշտպաններն են ներկա, դատականիստին մեղադրյալները բոլորը ներկա են, պաշտպանական կողմի մյուս մասնակիցները խնդրեմ ձեր կարծիքը այս հարցի կապակցությամբ, եթե ցանկանում եք կարճ, խնդրեմ Որ պաշտպանների մասին է խոսքը պատը։ Դատականիստի քարտուղարը զեկուցեց, թե ովքեր չեն ներկայացել։ Բացի Տիգրան Գալստյանի։ Տիգրան Գալստյանը այս պահին պաշտպանող ապահովված չէ, ճիշտ ենք հասկանում։ Մեկ վարքան, Տիգրան Գալստյանը որտեղ է։ Տիգրան Գալստյանի հետ համաձայնությունը պատվարժան դատարան, որպեսզի նաև այս պահին ես շարունակեմ որպես պաշտպան ստանձնելով վերջինիս
իրավունքների պաշտպանությունը, շարունակենք դատական նիստը։ Հիմա կներկայացնեմ նաև Վահագն Չախարյանի կողմից տրված համաձայնությունը կապված շահերի բախման հետ պատվարժան դատարան։ Մեղադրանքի կողմը այստեղ նախ մեղադրյալներից Չախալյանը ունի համաձայնություն տված, որտեղ է տրամադրեք։ Պաշտպաններից մեկը ներկայացել էր, խնդիր առաջացավ Մինան Պողոսյաններ եւ Ռոբերտ Մելիքյանն այստեղ էր, հրատապության կարգով խնդիր առաջացավ իր միշտ պաշտպանյալ հետ կապված, արագ կարգով դեպի հիվանդանոց գնաց, իջեցինք փոխարինել ուղղակի։ Հիվանդանոց պետք է գնայ։ Նարեկ Սամսոնյանին տարան հիվանդանոց, հրատապության կարգով գնաց այնտեղ նորից։ Սա ձեր ստորագրությունն է, որ դուք համաձայնություն եք տվել։ Մեղադրյալ Չախալյանի միշտ համաձայնության հետ կապված Մեղադրանքի կողմը նաև այս կապակցությամբ, երբ թե շահերի հակասություն չի լինի, խնդրեմ ձեր դիրքորոշումը հայտնեք, միայն այն դեպքում, երբ որ կներկայացվի գրավոր տեսքով էս։ Հակասության վերաբերյալ այս պահին տեղեկատվություն մեր տրամադրության տակ առկա չէ։ Մի րոպե, արյունն ես հերթով, հա, կլինի։ Սա ձեր ստորագրությունն է, չկա առարկություն այս մասով, չունեմ վաղթի մասնակիցները, բարի, Վրեժ Խաչիկյանը նաև պաշտպանություն եք իրականացնի, պաշտպան ուրեմ մեղադրյալ Տիգրան Գասցյանին, այսքան դուք ներգրավում եք նաև, որպես Տիգրան Գասցյանի պաշտպան, ինչ եք ցանկանում։ Պատվարժան դատարան, ես կխնդրեմ այսօր քննարկման առարկա դարձնել ևս մեկ հարց, մասնավորապես ուղիղ 2 ամիս առաջ դուք ինվեստոր Դավիթ Գալստյանի խափան միջոց փոխեցիք վարչական հսկողության, որոշակի ժամկետային սահմանափակումներ դրեցիք։ 0-0 պետք է։ Այո, եւ վրիպակ եղավ 2 ամիսա ուղիղ ձեզ ենք դիմում, ասում եք այդ վրիպակի ուղումը տվեք, ուղղակի պրոբացիոն ծառայություն ու ամեն անգամ, ամեն շաբաթ, եւ որ զանգում այսօր կլինի, վաղը կլինի ու 2 ամիսա ուղիղ այդ խնդիրը լուծում չի ստանում։ Ես չգիտեմ, հիմա ինվեստորին ինչ պարզաբանում տամ դրա հետ կապված։ Որը պարզաբանում չկա այդտեղ տալու, քանի որ պրոբացիայի ծառայություն ուղարկվել է, նաև ձեզ է ուղարկվել եւ մեղադրյալի հասցեով է։ Հիմա չի ստացվել, եթե չի ստացվել, պրոբացիայի ծառայությունը ասում է չի ստացվել, այդ դեպքում ինչպես է ուղարկվել։ 2 ամսվա մեջ չի հասնում, դա մի քիչ տարօրինակ է ուղղակի։ Այստեղ կասեմ, որ ոչ միայն ձեր մասով, պաշտպանյալի մասով էր, նաև Արթուր Սարգսյանի խափան միջոցի հետ կապված էր վրիպակ տեղի ունեցել, եթե ուշադիր նայած կլինեք, խափան միջոցը, երբ որ դատարանը տնային կալանք էր նշանակել, դեկտեմբերի 8 էր նշել, 3 ամիս ժամկետով, բոլոր վրիպակների մասով դատարանը ուղարկել է։ Ամենավերջինը Արթուր Սարգսյանի մասով եղել եւ ասել, եթե չեք ստացել դատարանը արձարան կտրամադրի ձեզ։ Պատվարժան դատարան, եթե չեմ սխալվում, անգամ պրոբացիայի ծառայությունից են ձեր աշխատակազմի հետ կապ հաստատել, ասել, որ չենք ստացել։ Արձարան կտրամադրի ձեզ։ Այստեղ ոչ մի խնդիր չեմ տենում, այսքան լրացուցիչ որոշում կայացնելու բան չկա։ Վրիպակը ուղում կատարելու հետ կապված որոշումը դատարանը արդեն իսկ ուղարկել։ Եվ իսկ երբ կտրամադրեք, որովհետև նախկինում էլ եք ասել կտրամադրեք, բայց չի տրամադրվել։ Այստեղ կա մեր մոտ օրինակը պահպանված։ Ես հիմա կասեմ, եթե մեյլ ունեք, ձեր մեյլին մի անգամից ուղարկեք։ Ձեր մեյլին հենց, եթե անհրաժեշտություն կլինի ընդմիջում կայտարեմ, 5 րոպեի չափով ձեր մեյլին կուղարկվի։ Շատ լավ։ Լավ։ Որևէ բան ունեք ավելացնելու։
օրերին պետք է մեկներ։ Նախին գնացել է սրա վերաբերյալ եւ բանը նշանակված է դեպի Արմեն Ալեքսանյան։ Սարքերը աշխատում են բոլորը, չգիտեմ, փորձեք կարգավորեք նա, եթե չի լսում բանան։ Լավ։ Որ հարցն եք ցանկանում սկզբնական, հենց առաջի հերթին որն եք ցանկանում բանալի քննության առարկա դարձվի արգելի մեղադրող։ Ծավալի հարցը, խափան միջոցի հարցը, նորից եմ կրկնում, մեղադրյալների կոնկրետ ես նշեցի արդեն որ մեղադրյալի խոսքը վերաբերում է Արման Իսրայելյանի կանանքի ժամկետը լեռանում է ամսի 25-ին, հունվարի 25-ին։ Հենց այդ համատեքստում մենք դժգոհություն ներկայացրեցինք գործընկերս, որ քննարկը Արման Իսրայելյանի խափամիջոցի հարցում դա նաև ընդհանուր ներկայացում, որ նախորդ դատական նիստում էր միջնորդությունը ներկայացվեց եւ ձեր կողմից նշվեց, որ հաջորդ դատական նիստի սկզբում դա կքննարկվի։ Ներկայացրեք այդ դեպքում, եթե բանականում ցանկացեք։ Պատվարժան դատարան, պաշտպանի կողմից ներկայացվել են բժշկական փաստաթղթեր Արման Իսրայելյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Նախ ոնց հասկանում եմ, այս հարցը բարձրացվելու է նիստի ընթացքում որպես քննարկման առարկա է դառնալու, կառաջարկեմ քննարկել նիստը դռնփակ անցկացնել կամ դռնբար շարունակելու հարցը եւ եթե նոր հանգամանքներ է պաշտպանական կողմից ներկայացվելու առողջական վիճակի վերաբերյալ, ճիշտ կլինի, որ նախ ելույթով հանդես գա պաշտպանը, հետո մենք դիրքորոշում կհայտնենք։ Պաշտպանին կլսենք, խնդրեմ, Վահագն Հակոբյան։ Պատվարժան դատարան, քանի որ իրականում մենք եւ արգելի պաշտպան նաև այս հարցը դռնփակ լսենք, եթե ինչ-որ առողջական վիճակի հետ կապված գաղտնիություն կա, եթե ցանկանում եք դռնփակ լսենք, եթե ոչ, ուրեմն Պատվարժան դատարան իրականում կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են եւ իմ վստահորդի եւ նրա որդու առողջական վիճակին, բայց քանի որ ըստ էության նիստը կարող է բովանդակային առումով կայանալ եւ նաեւ դահլիճում մի քանի տասնյակ մարդիկ են արդեն տեղավորել դռնփակ ռեժիմի անցնելու առումով որոշակի տեխնիկական խնդիրներ կլինեն։ Կարծում եմ նպատակահարմար է ըստ էության մենք գնանք առաջ, վերջում արդեն դռնփակության կարգով քննարկենք խափամիջոցի հարցը։ Այս բանի խափամիջոցն է քննարկվելու։ Եթե փաստաթղթերը բժշկական պետք է հրապարակվեն դռնփակ, եթե բովանդակային առումով չեն քննարկվելու, քննարկվելու է բովանդակային առումով են նաև։ Ուրեմն կարծում եմ ճիշտ է դռնփակ։ Ուրեմն 5 րոպեի չափով դատական նիստը կընդմիջեմ ես, կարգադրիչները դռնփակությունը ապահովեք, ուղիղ 5 րոպեից մենք խափամիջոցի հարցին ենք անդրադառնալու, որից հետո ապաստելի ծավալի եւ մյուս հարցերի բոլոր։